Բարի լույս սիրելիներս, հələ տեսեք ինչ երկինք է այսօր մեզ դիմավորում։ Իմ խորին համոզմամբ մարդիկ, ովքեր նկատում են գեղեցիկը, գույները, լինի դա բնության մեջ, թե շրջապատում, մարդու հոգու գեղեցկությունն են նկատում, թեկուզ հագուստը, առավել ևս բարձրաձայնում են դրա մասին, իրենց կյանքն էլ այդպես գեղեցիկ ու գույներով լի է լինելու, ուղղակի համոզված եմ դրանում։ Իսկ դուք կարողանում եք նկատել կյանքի գույները, սիրելիներս։ Դե պարզա չէ, որ եղբայրս Հայաստանից եկել է, ուրեմն Հայաստանից լիքը համեղություններ են եկել։ Տատիկը գիտի մենք ինչեր ենք սիրում, ընենց որ տեղը տեղին համով բաներ ա մեզ ուղարկել, մեր ամենասիրածները։ Հեսա ձեզ ցույց կտամ, այստեղից իմ համար նորություններ ընդհանրապես այս չիր կոնֆետները, դե Հայաստան բնակվողներ բոլորդ էլ գիտեք, բայց այդ դրսի մարդիկ նոր բաներ, որ դուրս է գալիս, մեզանից պետք է իմանան, ումից պետք է իմանան։ Սրանց մասին ես էլ չգիտեի, առաջին անգամ ենք փորձում, մաման ասեց, որ սենց բան կա, կոնֆետների տեսքով, հələ տեսեք ինչ լավն են, տարբեր մրգային համերով, այստեղ խնձորի և դամբուլի, դեղցի ու խնձորի, այստեղ այսօր խնձորը ամենտեղ կա, խնձորի և մոշի, մի խոսքով երեխեք ջան, լավ է, սա միայն խնձորի, մի խոսքով տարբեր մրգերի, թզի, ելակի, չիր կոնֆետներ են, բայց հեսա բացեմ տեսնենք միասին մեջը, որովհետև ոչ թե կոնֆետ, այլ ձևն է կոնֆետի, մեջը ինքը ամբողջությամբ չիր է, փոքրիկ կտրատած, նայեք, այսենց, ես չրի սիրահար, չիր ուտելու մասնագետ, կարելի ասել, չնայած մեր տանը բոլորն են չիր սիրում, լավ, սա թողնենք հետո, ով որ ուզում է հաստատ կգնեք, կփորձեք, ով որ սիրում է չիր, բոլ ուղարկել է տատին, սրանք էլ էլի են չիրերներ, երեխեք, մեր տատին ամռանը որ բերեց, այս չիրերը էլի շատ սիրուն տուփերի մեջ տեղավորած, այս ընկերությունը, սպասեք հլի կարդամ էլի, Հայկ աստղ, լավ չրեր ունեն, վատը չի, այս այլի միասին կփորձենք, դրանից չի բերել, ուրիշ չրեր բերել է, այսա ցույց կտամ դրանք, բայց այս լավաշիկներից չեր բերել, այս անգամ իրանց լավաշներն էլ ա գնել, այս մեկը բաց հա, եկենք հենց տեղում փորձենք, տեսեք, եկեք նույնիսկ բացենք, հլը տեսնենք ինչ մեծության է, որտով դա էլ է կարևոր, բայց մի րոպե քաշնել կարամ ասեմ, կարամ որ ասեմ, չէ, չեմ կարա ասեմ, քաշ կա վրան նշված, բայց սենց արդեն մոտավոր, այսա կասեմ քանի հատա մեջը, այս չափի լավաշիկներ են մեջը, ու ասեմ, այս մեկը ոնց որ բացված չի, 1, 2, 3, 4, 5, ոնց որ 12 ժողովուրդ, լավ, մի հատ էլ սրա համը տեսնենք, թթվաշ ու առանց շաքարավազ, իսկը իմ ուզածն է, ես սիրում եմ թթվաշ լինի, որ ասում են թթու լավաշ, ուրեմն պետքա թթվաշ լինի, ում է պետք քաղցր լավաշները, եթե անունը թթու լավաշ է, ճիշտ է ժողովուրդը, այս է շատ համով է, այլ ինչ ունեմ ձեզ ցույց տալու, այս հակամերան կշրջեմ, որ մնացածը նենց ցույց տամ, այս սիրուն փայտից վազն եմ նվեր ստացել, հələ տեսեք ինչ լավն է, ես փայտից բաներ շատ եմ սիրում, չեմ սիրում ուտելով խոսել, դրա համար մաման իմ համար այս վազն է ուղարկել, փոքր չափս ուզեցի, որ կոնֆետներ լցնեմ, այսա կոնֆետներն եք լցնենք մեջը սիրում, հա մեկ էլ ես, ով կարա ասի ինչա, իմ հին հետևորդները երևի գլխի կընկնեն սա ինչա, բայց այսա կբացենք, այստեղ սուջուխներ, կերել ենք, փորձել ենք, արդեն շատ համովա, իդեպ պետքա հանեն կախեմ, որ հլը դեռ լավ չորացած չի, որ հանկարծ չբորբոսնի, որովհետև մի տարի տենց եղել է ու փչացրել ենք, այս
սալորի չրերը, երեխեք, նրանք էլ են համով։ Տեսեք ինչ սիրուն, ակուրատնի ուղարկում են։ Այստեղ էլ եմ միակ։ Լավն են։ Ուսա ավելի փափուկ է, քան թե մամայից վերածը։ Նա մի քիչ չորոտ էր, սա երևի թարմ են արդեն պատրաստել, ավելի փափուկ է։ Սա այսպես, սա ծիրանը, բացում եմ, որ տեսնեք չափսը մեծություն էլի, որակով կարևորը առանց շաքարավազ, իմ սիրելի չրերն են առանց շաքարավազ, սայլա սիրան, այս Լորիսի սիրելի կոնֆետներն են, միշտ ամեն գալուց պարտադիր իրա համար այս իրիսներից ուղարկում են, պարտադիր, ես այս 14 տարի արդեն ամուսնացած եմ, Լորիսի համար այս սրանք պարտադիր գալիս է, ամեն անգամ, սա մեր ամենասիրելի պանիրը, ծխեցրած թելով պանիր, գժվում եմ սրա համար ուղակի, մամայինք, որ ամռան եկել էին, լիքը բերել էին, այս Էլիզիկը վերջը տվեց, մենք չհասցրեցինք նորմալ ուտենք, ինքը չեզոքացրեց, այնքան էլ շատ բերել էր, բայց համարյա սաղ ինքն ա կերել, ու հիմա էլ արդեն լավ պակասացրել ա, ասել սենց, ժողովուրդ ջան, կալյա առանց ընդմիջում անելու ուտել ես, ընտիշ, չգիտեմ, հլը գրեք տեսնեմ ձեր մեր սիրողներ կան, ես ծխեցրած պանիրը, չարազի նման, արևածաղիկի նման դնում ես կողքդ ու գնաց, կոնֆետներն են, ժողովուրդ ջան, Ժակի սիրած կոնֆետներն է, արևածաղիկի կոնֆետները, Ժակն էլ սա է միշտ ստանում, տատին չի մոռանում, այսինքն գոհարը, հարսիկս չի մոռանում, որ Ժակը այս կոնֆետները շատ է սիրում, միշտ Ժակի կոնֆետները գալիս հասնում են, այս էլ սենց։ Այ, ամենագլխավորի մասին չեմ ասել, ժողովուրդ ջան, այս իմ սիրելի միրգն է, այստեղ չկա, ֆեյխուա, այսինքն կար, ես մի անգամ գնել եմ, հիմա այդ ու մոտից որ գնել եմ, ասում եմ դու բերել ես, ասում է չէ, այտենց բան չի եղել, որ ես այդ մրգից բերեմ, ասում եմ այ մարդ դու բերել ես, ես քո բերածը, ես գնել եմ, ասում է չէ, ես այտենց միրգ չեմ բերել, չեն վաճառել, հետո մի հատ մարդ խանութում, ասեց հնդիկների խանութում կա, նկարագրեց, բանման, չգիտեմ, ճիշտ հասկացավ թե չէ, նկարով ցույց տվեցի, ճիշտ հասկացավ թե չէ, ես ինչ միրգ է, բայց չեմ գնացել հնդիկների խանութ, իսկ չգիտեմ էլ որտեղ կա, կարելի է հələ ուշադիր լինել, բայց ոչ մի խանութում չկա ու ես գժվում եմ այս ֆեյխուայի համար, ճիշտ է, մամայինք ոնց որ են վերջի բանին են էլի հասել ֆեյխուայի, տեն շատ հասածել չի, մի քիչ խակոտ է, բայց կապ չունի։ Երևակայի իմ ամենասիրելի մրգերից է, գրեյֆրուտը ու ֆեյխուան իմ նախընտրելի մրգերից են։ Հələ գրեք տեսնեմ, ելով ասիրում ֆեյխուա, գժվում եմ, մի քիչ կպահեմ, երևի կհասնի, տեն շատ էլ դախ չի, բայց մի քիչ ուզում է էլի, որ հասնի, կարող ավելի համով լինի, մի քիչ հələ կպահեմ, մի քանի օր ներսում, միգուցե կհասնի։ Մնաց այսա բացինք, ու վերջ։ Տնական օղիա հարսիկիս հայրիկն է ուղարկել, սա էլ կոնյակ, աղբերս ուպակովկա անելու մասնագետ է, ընենց հաստ տոպրակներով ու լիքը բաներով ուպակովկա է անում, երեխեք, ասենք հաստ տոպրակի մեջ հադրել, որ հոտը չգա օդանավականում չհանեն, շպրտեն չի կարելի, տուգանք է հասնում, կամ կվերցնեն ձերքից կշպրտեն, կամ էլ համ կտուգանեն, համ կշպրտեն, բայց, հլի տեսեք ինչ համտարվել, են հաստ տոպրակներով ուպակովկա է արել, որ հոտը անգամ չգա, ու նույնիսկ չել գալիս, բացում եմ, նույնիսկ չել է գալիս, որովհետև գիտեք, որ խարկաների հոտը ինչքան, հա, հլի տեսեք, մի հատ էլ ներքն է ուպակովկա արել, ես այս ոչխարի պանիրի հետ կապած մի բան էլ ասեմ ու ես ձեզ հրաժեշտ տամ արդեն, որտեղ շտապում եմ, տեսնենք համով է, մամայի բերածը ամռանը շատ համով էր, իմ գնածը շատ համով էր ու էլի նույն մարդու մոտից ենք էլի գնել, մի հատ արագ փորձենք, շտապում եմ ու դուրս գամ, որտեղ այսօր իմ վերջին օրն է, պետք է հասցնեմ բոլորի նվերները պատրաստեմ,
2 օր ունեի ընդամենը, եղբայրս ընդամենը 4 օրով է եկել, 4-րդ օրը արդեն գնում է, կարելի ասել 2 օր։ Այն առաջի օրը հաշվենք կորած թռիչքի օրը, վերջին օրը հաշվենք կորած 2 օր։ Նորմալ չհասցրեցինք իրարից բան հասկանանք, գործնական էր եկել, մի խոսքով այտենց լավ չտեսանք իրար, բայց դե ոչինչ էլի բաներ։ Մինչելուց շատ սպիտակ է ոչխարի պանիրի համար։ Սա ոնց որ ոչխարի պանիր էլ չնի, ոնց որ էդի պանիր լինի։ Որտեղ ոչխարի պանիրը մի փոքր մուգ է լինում, կամ էլ թազա գցած է, դրա համար ասենց։ Համը ընտիր է, բայց չեմ հասկանում ոչխար է, թե չէ։ Դե չնայած ծանոթ մարդ է, ոչ չէին ասի ոչխարա ուրիշ բան ուղարկեն, բայց իրանց ոչխարի պանիրը լրիվ ուրիշ համ ունի, հավանաբար նոր են սարքել։ Ես այսենց կդնեմ պլաստիկի ամանի մեջ, բերանը պինդ փակում եմ, ընտիր մնում է։ Առաջին տարին, որ բերել է երեխեք ջան, աղաջուր եմ արել, չիմանալով ու փառք Աստծո, որ հետևորդուհիներիցս մեկը գրել էր ինչպես են ոչխարի պանիրը պահում, շատ շնորհակալ եմ ձեզ, ճիշտ է ձեր անունը չեմ հիշում, բայց ձեր խորհրդով ես այդ աղաջերի մեջ դրացնել հանել եմ ու տենց չորացրել եմ ու տենց պահել եմ էլի մեծ պլաստիկի ամանի մեջ ու ոչինչ չի եղել ամիսներով։ Ես չգիտեմ, սկզբում ինձ թվաց, թե ուզում ա փչանա, դրա համար դրեցի աղաջուր, հետո այդ կինը ասեց, որ ոչխարի պանիրը այնքան յուղոտ է, հնարավոր չի որ փչանա, դրա համար պետք չի աղաջուր դնել։ Դրանից հետո որ մաման բերեց, էլ աղաջուր չեմ դրել ու այդպես մինչև հիմա դեռ ունեմ մի կտոր, ընտիր մնացել է ամառվանից ու ասեմ, որ պատշգամբում էլ պահում եմ այդ ամառվա սեզոնին էլ ընդեղ ա եղել, սառը տեղ չունեի ուրիշ որ դնեի, ընդեղ ա եղել, ուղղակի նենց մի քիչ ծմակոտ տեղ եմ մցրել, բայց ուզում եմ ասեմ, դե ամառ ա եղել։ Հիմա սա էլի գտնեմ այդ պլաստիկի ամանի մեջ ու ընտիր կպահեմ, նենց որ եթե դուք էլ ունեք ու չգիտեք ոնց են պահում, այդ միջոցով ոչ մի բան էլ չի լինում։ Ժողովուրդ ջան, ես գնացի։ Հուսով եմ ձեզ ջիջի չգցեցի, շատ ջիջի լնգնեք, ուրեմն պետք է հելնեք գնաք Հայաստան։ Չէ, ուրեմն ձեր բարեկամները կուղարկեն։ Ապրեն բոլորը, ուղարկողներն էլ, նայողներն էլ, ուտողներն էլ, բոլորին շնորհակալություն։ Ես գնամ տեսնեմ ինչեր եմ գնում արագի մեջ։ Երեխեք ջան, քանի դեռ տեսախցիկս չեմ անջատել, ձեզ ուզում եմ ցույց տալ, թե Շաղլոտս տատիկին ինչ անակնկալ է պատրաստել, իհարկե դեռ վերջնական վիճակում չի, երեկոյան պետք է հասցնեմ կարեմ ուշ ժամի, այսօր էլ որ անցավ, էլ չեմ հասցնի ձեզ ցույց տամ, որտեվ երեկոյան արդեն ճամպրուկները պետք է դասավորենք, իմ գնացները երևի էլ հնարավորություն չեմ ունենա նկարեմ ձեզ ցույց տամ, սա քանի դեռ չենք տեղավորել, ձեզ ցույց տամ, հələ տեսեք ինչ սիրուն ժակետ է գործել իր տատիկի համար, ուսերը դեռ կարած չի, պետք է կարեմ, գործելա, թողելա, որ ես կարեմ, ինքը չի կարող էլի, հələ նայեք երեխեք, հիացած եմ, հիշում եք, որ ինձ համար էլ էր ինքը ժակետ գործում, ես մի հատ առանձին տեսանյութ պետք է նկարեմ, արվեստի թեմայով, սենց ասած, պատրաստում եմ էլի ձեզ համար ու որոշել էի, որ այնտեղ ձեզ ցույց կտամ իր ժակետը վերջնական տեսքով, բայց տատիկի ժակետը դրանից առաջ հնգավ, քանի որ պետք է գնա, էլ հնարավորություն չեմ ունենա ցույց տալու, դրա համար հիմա եմ ցույց տալի։ Ինքը հիացնում է ինձ, երեխեք, ես չեմ սովորացրել իրան գործելը, անգամ ես չեմ կարող այս ձևով հելուն գիտեմ գործել, բայց այս ձևով այս ժակետը ես չեմ կարող գործել, որովհետև ինքը ինչ-որ հատուկ ձևով է գործում, հելունով գործողները կիմանան, պրոֆեսիոնալ էլի գործով զբաղվողները, այս ամբողջական մասը, այս թևի ու կրծքավանդակի իրար հետ է գործում, ոչ թե առանձին է գործել, կպցնում է իրար, չէ, սենց իրար հետ, այսենց գործում է։ Տեսեք այս հետևի մասը, տեսնում եք այս գիծը, այս մի կողմը առանձին է գործել, այս մի կողմը առանձին։ Սա արդեն ես եմ կարել ու մեկ էլ պետք է ուսագլուխները կարվի։ Այսքան տեղը։ Մնացածը ամբողջական կտորով է գործել մի հատվածով։
Ոնց է գործել այդ երեխային չգիտեմ։ Ինտերնետով նայում է սովորում է երեխեք։ Մի քիչ դժվար է էլի ինտերնետով, բայց կարողանում է։ Հələ մի բան էլ ինձ է սովորացնում, թե ես ոնց պետք է անեմ, ինչ անեմ։ Այս ներքևի հատվածը չէր լինում նույն ձևով երկարացնել։ Ոնց ասեցի, ասում եմ, մամա, չէ, տենց չի լինի, նենց չի լինի։ Այսինքն ինքը լրիվ պատկերացնում էր, որ դա հնարավոր չի։ Ես մտածում էի փորձի կարողա ստացվի, ինքը արդեն լրիվ պատկերացնում էր, որ հնարավոր չի իմ ասած ձևով։ Տեսնում եք, այն որ ասում է, ինձանից էլ արդեն ավելի լավ անում իմ աղջիկը։ Եկեք մի փոքր գնումներ անենք միասին, եղբորս համար նվերներ եմ ընտրում, նաև ընտանիքիս անդամներին, քան որ տոներն են մոտենում, ես էլ իրենց եմ ուզում ուրախացնել, որից հետո միասին կգնանք տեսնելու Բրյուսելի հրապարակը, որը դառնում է կախարդական, երբ լուսային եւ երաժշտական ձևավորում է միանում։ Եղբայրս էլ, քանի որ առաջին անգամ է մեզ մոտ, մի քանի ժամ ունենք ընդամենը նրան ցույց տալու մեր գեղեցիկ հրապարակը եւ տոնավաճառում շրջելու համար։ Այժմ անցնում ենք Սուրբ Հյուբերի թագավորական պատկերասրահով, որը բացվել է 1847 թվականին և եղել է ամենաառաջին փակ տոնավաճառներից մեկը Եվրոպայում։ Հենց այս նրբանցքում է գտնվում բելգիական հայտնի շոկոլադների խանութների շարքը։ Կենտրոնում կգտնեք լիքը այսպիսի խանութներ, որտեղից կարող եք ձեզ հետ տանել Բելգիան խորհրդանշող մի շարք հուշանվերներ։ Սա էլ մեր կախարդական հրապարակը։ Դուք վայելեք այն մի քանի վայրկյան, որից հետո կշարունակենք։ Տաղավարները գրեթե ամեն տարի նույնն են, տեսականին էլ նույնպես, իսկ հատկապես այս գունագեղ տաղավարի կողքով գրեթե երբեք անտարբեր անցնել չի լինում։ Այս անգամ որոշեցինք հենց այստեղից հուշանվեր գնել։ Կարող եք գնել մարտկոցով ներսում կախելու համար կամ առանց մարտկոց դրսի համար։ Չնայած մի փոքր քամու դեպքում էլ այն սկսում է պտտվել, այնպես որ առանց մարտկոցի էլ հիանալի աշխատում է, ասեք որ գեղեցիկ է։ Սա էլ արժեքներ է, եթե ձեզ հետաքրքրեց։ Attendez, j'ai oublié de mettre la petite carte en fait pour un autre projet. Շատ հետաքրքիր տաղավար է, ամենասիրուն տաղավարն է։ Դե ձեզ հաճելի ամանորյա պատրաստություններ, կարևորը ամեն ինչ սիրով անեք։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Բայ։